Ողջույն իմ YouTube-յան ալիքի հետևորդներ, կրկին ձեզ հետ եմ, կրկին կարևոր և օգտակար խորհուրդներով։ Իմ ձեռքում ավելուկ է բնության բարիքներից, որը շատ օգտակար է և մեր ճաշացանկում անհրաժեշտություն։ Եկեք ձեզ պատմեմ, ինչպես եմ արդեն 2 տարի պահում ավելուկը առաջ չորացնելու և շատ համեղ է ստացվում ձմռանը։ Սիրելիներ, նախ եւ առաջ հավաքում ենք առողջ, կանաչ, հասունացած թփերը եւ լավ լվանալով աղաջրի մեջ, հոսող ջրի տակ կրկին լվանում ենք այնքան որ լավ մաքուր լինի եւ այսպես չոր վիճակում, արդեն չորացրած վիճակում սկսում ենք կտրտել եւ պահուստավորել սառցախցիկում։ Այսպես գեղեցիկ դասավորելով չափը ընտրում ենք ինքներս, ես ցույց կտամ այն չափը, որը ես եմ ընտրել։ Շատ լայն կտրելու դեպքում այդքան էլ գեղեցիկ չի ստացվում, բայց եթե մի փոքր կարճ է լինում ընտրված չափը, շատ գեղեցիկ է լինում եփելու եւ վայելելու ընթացքում։ Երբ որ պատրաստում ենք եւ վայելում, ամբողջապես կանաչ գույնը պահպանվում է։ Ինձ դա շատ դուր է գալիս, հանդիսանալով սննդի խորհրդատու, ես իմ հաճախորդներին նույնիսկ ձմռանը խորհուրդ եմ տալիս եւ օգնում եմ նախապես պլանավորել նիհարելու ծրագիրը եւ կապ չունի դուք նիհարում եք ձմռանը թե ամռանը։ Ամեն բան կապված է պլանավորելու եւ ցանկանալու հետ։ Շատ կանայք ընտրում են չորացնելու տարբերակը։ Եթե չորացնելու պայմանները լավն են, գույնը շատ գեղեցիկ է ստացվում։ Ես հիշում եմ իմ տատը չորացնում էր եւ հյուս կատարելով պահում էր ձմեռվա համար։ Շատ մաքուր, շատ գեղեցիկ գույնով եւ շատ հաճելի էր մեզ համար։ Բայց քանի որ փոխվել են ժամանակները եւ մարդկանց պայմանները տարբեր են, նաև ընտրությունները տարբեր են, դրա համար ես կիսվում եմ իմ օրինակով, որը ինձ շատ հաճելի է դարձել։ Քանի որ ժամանակս սահմանափակ է, ամբողջ ընթացքը չեմ կարող ձեզ ցույց տալ, բայց ցույց կտամ կտրտված չափսը եւ ինչպես եմ պահուստավորում ձմռան համար։ Ավելուկի իմ տարբերակը կիսվեցի ձեզ հետ, օգտակարության մասին էլ կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարդացեք թե ինչու պետք է ձեր ճաշացանկում եւ նիհարելու ընթացքում լինի կանաչեղեն, ինչպես նաեւ ավելուկ։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել իմեջի եւ սպասել հաջորդ կարևոր տեսանյութին։